Չէ, pre-trickle վարժության վրա արմունկը լրիվ բացելը վտանգավոր չի։ Չէ, դու քո բիցեպսը չես ճղի։ Մարդիկ շատ վախեցած են այս վարժությունից, որովհետև ինտերնետով մի երկու հատ վիդեո են տեսել, որտեղ մարդու ջիլը ճղվում է այս վարժությունը անելուց, ու միանգամից ենթադրել են, որ խնդիրը վարժությունն է։ Բայց այդ նույն բանն է, ոնց որ ավտոյի յուղը տարիներով շատ ուշ փոխես, ու հետո մի օր գազ տալուց մատորը խփի ու դու ասես, որ խնդիրը հենց գազ տալն է։ Սենց տրավմաների արմատային խնդիրը գրեթե երբեք հենց այդ մի անգամը վարժությունը անելը չի լինում, այլ այն լինում, որ ջլերը չեն հասցնում նորմալ վերականգնվել պարապմունքից պարապմունք, ու ժամանակի ընթացքում միկրոտրավմաներ են հավաքում, որոնց պատճառով թուլանում են ու շատ ավելի հեշտ են ճղվում։ Ջլերի հետ կապված ամենակարևոր բանը, որը պետք է հասկանալ, է այն, որ իրանք վիսկոէլաստիկ հատկություններ ունեն, ինչը նշանակում է, որ թեթև քաշեր օգտագործելուց իրանք ավելի էլաստիկ են ու ավելի հեշտ են երկարում, իսկ ծանր քաշերի դեպքում ավելի ձիգ են ու շատ քիչ են երկարում։ Այս շատ կարևոր պահ է, որովհետև մարդկանց մեծ մասը մտածում է, որ ծանր քաշերը ավելի վտանգավոր են ու ավելի շատ են վնասում իրանց հյուսվածքները։ Բայց ջլերի դեպքում լրիվ հակառակն է։ Թեթև քաշերով շատ կրկնություններ անելուց ջլերը ավելի շատ են վնասվում, հենց այս էլաստիկության պատճառով։ Դրա համար եթե դու թեթև քաշերով բազմաթիվ մոտեցումներ ես անում ու քո ջլերին հասցրած միկրոտրավմաներից չես հասցնում լրիվ վերականգնվել մարզումից մարզում, սրանք ժամանակի ընթացքում հավաքվելու են, ու եթե բավականաչափ շատ հավաքվեն, քո ջլի դիմադրողականությունը այնքան է իջնելու, որ նույնիսկ սենց հասարակ վարժություն անելուց այն կարա ճղվի։ Դրա համար սենց տրավմաները կանխելու համար ոչ թե պետք է լիովին խուսափել մկանը երկար դիրքում մարզելուց, այլ սահմանափակել մոտեցումների քանակը, որպեսզի քո հյուսվածքները հասցնեն լրիվ վերականգնվել մարզումից մարզում ու ծանր քաշերով մարզվել, որպեսզի համ ջլերը ավելի քիչ վնասվեն, համ էլ ավելի շատ պնդանան, քանի որ թեթև քաշերով մարզումները մեր ջլերը չեն պնդասնում։